Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանն այսօր մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Սարգսյանի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանում քննվող երկու գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը։ Դրանից հետո դատախազությունը դիմել է դատարաններին, հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը եւ միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը։ Խափանման միջոցի հարցով եւս մեկնից նշանակված է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում քննվող գործով, թե նույն փաստական հանգամանքներով միջնորդության վերաբերյալ ինչ որոշում կկայացնի դատավոր Գրիգորյանը, պարզ կդառնա ավելի ուշ։ Մինչ այդ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, սա իր երկիրն է, իրենց երկիրը չէ, ուր պիտի փախչի, նաև հավելել, եթե անգամ իմանա, որ իրենց սմա ազատազրկման են դատապարտելու, չի գնա Հայաստանից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, թե կարելի է ասել, Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոչա։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե 20-րդ դարասկզբի ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս այսօրվա Հայաստանի բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, Սևանալիչ չկա, կա Գյոչա։ Ամեն դեպքում ըստ Միրզոյանի սա ամենակառուցողական ձևակերպումը չէ, չի կարելի ասել, թե այն տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջներին, Արարատ Միրզոյանն ասել է, Երևանում չեն կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար սա չեն ընդունում որպես բանակցային օրակարգ եւ չեն բանակցում սրա շուրջ։ Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարևորել է 3+3 ձևաչափի վերականգնումը։ Նա նշել է, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը բարելավվելու միտում ունի։ Հարավային Կովկասի իրադարձությունները նա քննարկել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ առանձին հանդիպման ժամանակ։ Եվրահանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պաշտոնապես Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրը։ Փաստաթուղթը ներառում է անվտանգության, սահմանների կառավարման, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվելիք բարեփոխումները։ Արփինե Սարգսյանը հայտարարել է, սա պատմական քայլ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության իրականացման ճանապարհին։ Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Ռուսաստան է ուղարկվել 5000 հյուսիսկորեացի զինծառայող մասնակցելու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է հարավկորեացի падգամավոր Լի Սոնգ Վոնը։ Նա նշել է, որ Սեուլը նաև արձանագրում է անձնակազմի վերապատրաստման եւ ընտրության շարունակական նշաններ Ռուսաստանում զորքերի հետագա տեղակայման նախապատրաստման համար։ Հարավկորեական հետախուզության տվյալներով ռուս-ուկրաինական սահմանային գոտում ներկայում տեղակայված է շուրջ 10000 հյուսիսկորեացի զինծառայող, եւս 1000 հյուսիսկորեացի սակրավորներ զբաղվում են ականազերծմամբ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն 600 զինվոր։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի, ինչպես նաև Լիեժի օդանավակայանները նոյեմբերի 4-ի երեկոյան փակվել են անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով։ Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է նկատվել։ Լիեժի օդանավակայանը, որը հիմնականում օգտագործվում է որպես բեռնափոխադրման հանգույց, նույնպես փակվել է։ Բրյուսելի օդանավակայանը շուտով վերսկսել է աշխատանքը, սակայն նորից փակվել անօդաչու թռչող սարքերի մասին հետագա հաղորդագրությունների պատճառով։ Մի շարք չվերթներ չեղարկվել եւ ուշացել են, նաև վերաուղղվել այլ օդանավակայան։